Ինչ թափանիշներ պետք է ունենա ձեր կարծիքով։ Բնականաբար շատ ցանկալի է, որ մարդու իրավունքների պաշտպանը ի նկատի ունենալով սահմանադրական այն կարգավորումները, որ կան Հայաստանում, լինի իսկապես հասարակական հեղինակություն, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի ամենամեծ զենքը խոշոր հաշվով իր խոսքն է, իր կարծիքն է, եւ այդ խոսքը պետք է ազդեցիկ լինի պետական հաստատությունների համար եւ ընդհանուր հասարակության համար։ Սա մեկ կարևոր չափանիշ, երկրորդ կարևոր չափանիշ իմ կարծիքով քաղաքական բալանսավորվածությունն է եւ հավասար հեռավորությունը քաղաքական բոլոր բևեռներից։ Մենք արդեն բավական փորձ ունենք այդ առումով, ավարտեմ միտքս, երբ որ բնականաբար իշխանությունը ձգտում է իրեն հաճո տեսակետներ լսել, ընդդիմությունը մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է կողմնակալության մեջ, երբ չի լսում միակողմանի կարծիքներ հօգուտ իրենց եւ այլն։ Հետեւաբար նաեւ այստեղ պետք է գործի գա մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունը եւ վստահությունը սեփական ուժերի հանդեպ, որպեսզի կարողանա այդ չեզոքությունը պահպանելով իր նպաստը բերել այդ շատ կարևոր ոլորտում։ Իսկ ով է մարդու իրավունքների պաշտպանի ձեր թեկնածուն։ Ճիշտ ասած, ցանկացած մարդ, ցանկացած падգամավոր բնականաբար ունի իր պատկերացումների շրջանակը եւ ես չգիտեմ որքանով կոռեկտ կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը ներկայացնի, որովհետեւ արդյունքում մենք գուցե ունենանք այդ դեպքում 131 անգամ 3 մոտապես 400 տեխնացուներ, եթե մեզանից յուրաքանչյուրը ներկայացնի, բայց ես կարող եմ վստահեցնել, որ այն շրջանակներում այն քաղաքական խմբակցությունը, որտեղ ես եմ ներկայացված առիթի դեպքում բնականաբար ես իմ կարծիքը կասեմ։ Մի բան ասեմ, որ դա Զարուհի Փոստանջյանը չէ։